Շատ լավ։ Այսօր հատուկ թեմա ունեմ, բայց մինչև թեմային անցնելը ուզում եմ ասել շատ շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր բաժանորդագրվում են։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր լավ կոմենտներ են գրում, բարեմաղթանքներ են ինձ ցանկանում։ Շատ շնորհակալ եմ։ Ձեր գրանցվելն ու կոմենտներն էլ ինձ մոտիվացիա են, որպեսզի ես շարունակեմ անել ինչ որ անում եմ։ Հույսով եմ իմ արած գործը ինչ որ մեկին ինչ որ օգուտ տալիս է։ Ես այսօր ունեմ հատուկ ինձ խնդրանք, ինձ նայողներից մեկը խնդրել էր աղեղնավորների սիրո թեմայի շուրջ նայել։ Եվ այսօր նայելու եմ այդ թեմայի շուրջ։ Ես վաղն էլ կունենամ թեմա էլի մեկը խնդրել է ինձ կոմենտներում ցուլերի ֆինանսների հետ կապված եւ առողջության։ Վաղն էլ ցուլերի համար կնայեմ։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, սա ընդհանուր է լինելու էլի բոլոր ցուլերի, իսկ այսօր բոլոր աղեղնավորների համար ոչ մի գաղտնի ինֆորմացիա չեմ ասելու։ Պարզապես ուզում եմ զգուշացնել կարող եք, եթե էլի կան ուզողներ, գրեք կոմենտներում ինչ թեմայի շուրջ եք ուզում, ձեր զոդիակի նշանը ես կնայեմ։ Մենակ ոչ առողջության, ոչ պատերազմի, ոչ ընտրությունների, նման այսպես գլոբալ լուրջ հարցերի շուրջ նայելը ես ճիշտ չեմ համարում, ոչ էլ կարտերը ճիշտ ինֆորմացիա կարող են տալ։ Իսկ առողջության մասին ես սկզբունքորեն չեմ նայում, առողջության վրա երբեք կարճ չեմ հանում, որովհետև վախենում եմ։ Անկեղծ ասած, տեսել եմ բաներ, եղել են եւ ես միևնույն է ճշմարտություն չեմ ասելու sense տենց։ Դրա համար ավելի լավ է չնայել։ Եթե առողջական խնդիրներ ունեք, գնացեք մասնագետի մոտ հարգելիներս։ Կարտերին չի կարելի վստահել առողջական հարցերով, ես բժիշկ չեմ, դիագնոզ տալ չեմ կարող։ Դրա համար հիվանդությունների կամ առողջությունների մասին խուսափում եմ խոսել։ Բայց երբ որ ես ընդհանուր կարտեր նայում եմ անձնական, ֆինանսական գործերի շուրջ եւ առողջության թեմայով ինչ որ բան եմ տեսնում, ես ասում եմ, բայց հատուկ առողջության համար կարտ նայել, չէ, ես սկզբունքորեն չեմ նայում եւ չեմ էլ նայելու։ Այսքանը։ Այժմ տեսնենք կարտերն ինչ կասեն աղեղնավորներին սիրո թեմայի շուրջ։ Ինչ է կատարվում աղեղնավորների անձնական կյանքում, հատկապես սիրային հարաբերություններում։ Ինչ է կատարվում աղեղնավորների սիրային կյանքում։ Առաջին կարտը, որ դուրս եկավ տուն։ Թող մնա սա կողքի։ Սիրային հարաբերություններում տուն։ Տեսնենք, ինչ է կատարվում աղեղնավորների սիրային հարաբերություններում։ Նախ առաջին կարտը, որ դուրս եկավ տուն, նախ ելի եմ ուզում զգուշացնեմ, հարգելիներս, բոլոր աղեղնավորներին սա չի կարող վերաբերել։ Առայժմ ես չեմ կարող առանձնացնել կին տղամարդ, բոլոր աղեղնավորների համար էլ կնայեմ։ Եթե ինչ-որ մեկին չի վերաբերում, դուք շատ երջանիկ եք ձեր անձնական կյանքում, ես սրտանց կամենում եմ, որ ձեր երջանկությունը լինի անսահման եւ հավերժ։ Սա նայում ենք այն մարդկանց համար, ովքեր ուզում են հասկանալ ինչ է սպասում իրենց անձնական հարաբերություններում։ Տուն, որ տեսնում եմ անձնական հարաբերություններում, առաջին տպավորությունը, չէ, մարդիկ երբ են տանը, կամ ինչ են անում տանը։ Տանը մնում են 4 պատի մեջ։ Աղջիկը երկար ժամանակ չի ամուսնանում, ասում են տունը մնացած։ Չեմ սիրում այդ արտահայտությունը եւ ես դրա մասին չէ որ պիտի խոսեմ, այլ տանը այդ բոլոր արտահայտություններից, ելնելով կարող եմ ասել, որ շատ ատեղջներություն, շատ աղեղնավորների համար անձնական կյանքը մի տեսակ կանգնած է։ Այսինքն իրենք տանն են, տնից դուրս չեն գալիս, առանձնապես սիրային հարաբերություններ չունեն, տունը նշանակում է նաև 4 պատ։ Ես այդպես կարող եմ տեսնել։ Այսինքն առանձնապես շատ աշխույժ չէ աղեղնավորների անձնական կյանքը այս պահին։ Հաջորդ կարտ ընդհանուր տրամադրությամբ տեսնում եմ աղվես։ Եթե աշխատանքի վայրում կա ինչ-որ մեկը, որ ուզում է ձեր սիրտը գրավել, սա կարող է լինել կին տղամարդկանց համար, կարող է լինել տղամարդ կանանց համար, կա ինչ-որ մեկը աշխատանքի վայրում փորձում է ձեզ սիրահետել, ինքը լավ անձնավորություն չի, աղվեսը տեսնում եք, աղվեսը չի կարող
լուրջ մտադրություններ ունենալ ձեզ հետ, ամուսնանալու, ընտանիք կազմելու, աղվեսը բոլորս գիտենք, խորամանկ, ես ասել, շահավետ, ինքը իր շահի մասին է մտածում, ինչ էլ իր շահը լինի, դե քանի որ նայում եք սիրային հարաբերություններում շահը որն է լինելու, ձեզ ունենալ, օգտագործել և թողնել և հեռանալ, եթե աշխատանքի վայրում կան նմանատիպ մարդիկ, եթե կան դուք կիմանաք, այնպես չի, որ աշխատանքի վայրում հնարավոր չէ հանդիպել լավ մարդու և անձնական սիրային հարաբերություններ ստեղծել, բնականաբար հնարավոր է, երևի մեծ մասամբ այդպես էլ լինում է, չէ, մի վայր, որտեղ մենք շատ ենք լինում, շատ ժամեր ենք անցկացնում, մարդկանց ամեն օր տեսնում ենք, շփվում ենք, ճանաչում ենք, շատ հավանական է, բայց այս կոնկրետ մեկը, եթե դուք այդպիսի մեկին ճանաչում եք և կասկածներ ունեք, փորձում եք ձեզ սիրաշահել, ճիշտ անձնավորություն չէ, սա կարող է լինել ինչ-որ մեկ աշխատանքի վայրում պաշտոնի համար է ձեզ սիրահետում, իբր ցույց է տալի ձեզ սիրահարված է, սիրում է, բայց իրականում ինքը ուզում է պաշտոնի բարձրացում և ուղղակի ձեր դիրքից ելնելով է, որ ձեզ սիրահետում է, տեսնում եմ սեր, կամ սա աղեղնավորներ կան, որոնք սիրահարվել են, նոր սիրում են, կամ աղեղնավորներ, որոնք ուզում են սիրել, ես այսօր հենց սիրո համար էլ նայում եմ կարտերը, սա էլ աղեղնավորների կարտ է, արդեն սա կոնկրետ մնաց աղեղնավորների կարտ, բոլոր կարտը նայելու, բոլոր երևի առիթներով, ամսվա համար լինի, շաբաթվա համար լինի, այս կարտ անպայման դուրս է գալիս, քանի որ միասին դուրս եկան, տեսնում եք, այստեղ թե երիտասարդ, թե հասուն տարիքի աղեղնավորները, կարող եմ ասել այս պահին վերջին շրջանում շատ են մտածում իրենց սիրո և անձնական հարաբերությունների մասին, իսկ եթե շատ են մտածում, մանավանդ այսպես խորը փիլիսոփայական, ուրեմն ինչ-որ ձևով իրենք երջանիկ չեն, սիրո պակաս կա, մարդը կարող է լինել ինչ-որ կնոջ հետ, բայց էլի սիրո պակաս ունենան, ես կարող եմ ասել այս երկու կարտը, շատ գեղեցիկ սիրո կարտը, բայց նաև այս ինչ-որ մտածմունքների մեջ եղած մարդու կարտը միասին դուրս է գալիս աղեղնավորներին, իսկապես շատ է մտահոգում նրանց կյանքը, երևի թե ուրեմն դրա պակասը կա, այսինքն ինչ-որ բան այնպես չէ, տեսնենք, ինչ էր սա նշանակում, այսինքն վերջերս սկսել են ավելի լուրջ մտածել, չէ, մարդիկ աշխատանքով տարվում են, և սերը մնում է երկրորդական պլան, նույնիսկ եթե ինչ-որ մեկի հետ հանդիպում են կամ ժամանակավորապես չեն հանդիպում, բայց տվյալ դեպքում կարող եմ ասել աղեղնավորները կամ միգուցե հենց այն անձը, որը ինձ դիմել էր կոմենտներում, կոնկրետ կենտրոնացած է իր սիրային և անձնական հարաբերությունների վրա, ներողություն ես կարտը գցեցի վերցնեմ, ես վերցրեցի այս կարտն ընկավ, կարտը ընկավ, ինձնից հեռու ընկավ, ինքը համ դուրս եկա, սա այսինքն դուք եք, ուզում եք սերը գա ու սերը չի գալիս, դուք ուզում եք սերը գա, որտև կարտը ընկավ և այսպես էր ընկել, ես այսպես չէր, ես նկարով չտեսա, սպասում եք դուք, կան մարդիկ, ովքեր սեր են սպասում են, որ սերը գա, կամ միգուցե սպասում են, որ սերը նորից գա, մարդիկ, ովքեր արդեն սեր ապրել են, կորցրել են, նորից սպասում են, որ սերը գա, ես հա տեսնում եմ առայժմ ձեր իրական ներկա իրավիճակը, ձեր զգացողությունները, տեսնում եմ լուսին, տվյալ դեպքում ես տեսնում եմ կին, տեսնում եմ լուսին, տեսնում եմ խարիսխը և տեսնում եմ կինը, լուսնով կարող եմ ասել, որ տխուր են աղեղնավորները, սեր են փնտրում, սեր են ուզում, սպասում են, որ սերը գա, և կարող եմ ասել, որ տևական ժամանակաշրջան է, որ իրենց կյանքում սեր չկա, արդեն երևում է 9 սերն է և չկա և շատ այսպես կայուն, ստաբիլ, չի շարժվում տեղից, սա այն լավ կայունը չէ, էլի, այսինքն չկա, իրենք տխուր են, սպասում են, էլի, տեսեք սրտեր է ընկել, կասկածներ, անհանգստություններ, մենակ են, տխուր են, սա էլ կինը մենակ կանգնած,
Կարող է նաև տղամարդ լինել, ես կոնկրետ կին եմ տեսնում, կնոջ մասին եմ ասում, բայց կարող է լինել տղամարդ, տղամարդն էլ կարող է կին է փնտրում, սպասում է, որ կին գա, բայց ես տեսնում եմ մենակ կին, և տեսնում եմ, որ սա վաղուց երկար ժամանակ է կինը մենակ եղել, երկարը հարաբերական հասկացողություն է, չգիտեմ, ինչ-որ մեկի համար 4 ամիսը կարող է երկար է, մյուսի համար տարի ու կեսն էլ երկար, բայց այո, կարող եմ ասել, որ տեսնում եմ կինը մենակ եկել, այստեղ ճանապարհի կիսատ է մնացել, ես կարող եմ ասել այստեղ կին է, որը արդեն սիրել է ինչ-որ ժամանակ, սիրել է, բայց սերը կիսատ է մնացել, ինչ-որ ձևով, կիսատ է մնացել, այսինքն չի հասել իր վերջնակետին, կամ չեն ամուսնացել, կամ ամուսնացել և հետո բաժանվել են, որովհետև եթե հասկանում ենք, ամուսնանում ենք, ինչպես են ասում, մի բարձի ծերանակ, այսինքն մարդիկ պետք է մինչև կյանքի վերջ ապրեն միասին, բայց իրենք մինչև վերջ միասին չեն ապրել, իսկ եթե եղել են հարաբերություններ ամուսնությամբ չեն վերջացել, այո, սերը իր ավարտին չի հասել, ճանապարհի կեսին մնացել է, եղել են խոսակցություններ, կարող է մարդիկ վիճելով չեն բաժանվել իրարից, պարզապես զրուցել են և իրար հասկացել են համերաշխ, շատ այսպես բարի դրացական հարաբերություններով էլ հեռացել են իրարից, հնարավոր է, որտև այստեղ տեսնում եմ թռչունների կարգ է, իսկ կորուստ հաստատ եղել է, կորուստ չեմ կարող ասել ինչպես է եղել, որ իրար կորցրել են, այո, կորուստ եղել է, այսինքն սերն են կորցրել, իրար են կորցրել, հարաբերություններն են կորցրել, ամուսնություն են կորցրել, միասին ապագան են կորցրել, ինչպես էլ վերցնեք, կորուստ եղել է, տեսնում եմ այստեղ օձ կին և տեսնում եմ մատանի, եթե էլի եմ ասում, շատ մոտ է եղել ամուսնության, նշանված են եղել բաժանվել են, հեռացել են, եթե ամուսնացած են եղել, կարող է և ամուսնալուծված են, իսկ այստեղ կարող է լինել ինչ-որ կնոջ պատճառով է եղել, ինչ-որ կնոջ մատն է եղել, խառը, որ բաժանվել են, եկեք այլ կարտերով էլ նայեմ տեսնեմ, լավ, անցյալը հասկացանք, չեմ ուզում նայել արդեն անցյալը, տեսանք ինչ էր եղել, տեսանք, որ սեր են ուզում, սիրո կարտը ընկավ, նամակն ընկավ, տեսեք, կարտերը նորից իրար հետ ընկնում են, ես չհանեցի իրենց կարտերն ընկան, տեսնում եմ խոչընդոտները, տեսնում եմ զառերի կարտը և սերը, ինչ-որ մեկը զգույշ չի եղել իր սիրո հետ, ամպեր են եղել կուտակված, դե վեճեր, վիճաբանություններ կամ ինչ-որ խոսակցություններ, խնդիրներ եղել են, բայց դրանից կարող է նաև զույգը չբաժանվել, պարզապես ինչ-որ մեկը չափն անցել է, չեմ կարող ասել ինչ եմ ուզում, ավելի շուտ չեմ ուզում ասել, որտև տարբեր կարող են տարբերակներ լինել, անզգույշ, շատ անզգույշ է ինչ-որ մեկը եղել, ուղղակի չի կարողացել իր սերը պահպանել, անզգույշ լինելով ինչ կարող է լինել, ես չգիտեմ, մեկը մեկին չի գնահատել, մեկը մեկին այսպես ընդունել է, որ այդպես էլ պետք է լիներ, կարող եմ ասել, բայց միգուցե շատ են, ես վեճեր անկեղծ ասած չեմ տեսնում, վեճեր, մեծ լուրջ խնդիրներ, չեմ տեսնում, կան այդպիսի կարտեր, շատ կան, ես առայժմ չեմ տեսնում, որ այս զույգը վիճելով, չգիտեմ, մեծ կոնֆլիկտներով, սկանդալներով է բաժանվել։ Եվ ոմանք կարող է դեռ սիրում են, գիտեք, կարող եմ տեսնել, որ ոմանք, որոնք սեր կորցրել են, որտեղ սրտի կարտը նորից դուրս եկավ, մարդիկ հեռացել են, անկախ նրանից ով է, կին է, տղամարդ է, ձեր մեղքով է, թե ձեր մեղքով չէ, որ դուք բաժանվել եք իրարից, միևնույն է, կամ դուք եք դեռ շարունակում սիրել, կամ դեռ ձեզ շարունակում են սիրել, ամեն դեպքում ես սիրո կարտը տեսնում եմ, չեմ կարող ասել երկուսն էլ դեռ իրար սիրում են, բայց ամեն դեպքում որոշ մարդկանց համար դեռ սերը կա, իսկ երբեմն երբ մարդիկ բաժանվում են, եթե դեռ շարունակում եք սիրել, դրա համար ձեր անձնական կյանքը չի դասավորվելու, պետք է թողնել մարդը գնա, դա պատմություն էր, որն արդեն վերջացավ, բայց պատմությունը կարող է չվերջանալ, եթե դուք վերջակետ չեք դրել, իրարից բաժանվելով առանձին ապրելով, դուք վերջակետ չեք դնում, եթե դեռ շարունակում եք մտածել, շարունակում եք, չգիտեմ, մտնել իր ինստագրամը նայել, հետաքրքրվել, փորփրել, ինչ անում եք, ձեզ եք անում, դուք չեք թողնում ձեր սիրտը, ձեր հոգին դատարկվի, չեք թողնում սերը գնա, հին անցած կորցրած սերը, որպեսզի նորը գա, հիշեք, միշտ պետք է մի բան թողեք գնա, որպեսզի տեղը նորը գա,
Դա կարող է նաև խանգարել։ Դուք արհեստականորեն չիմանալով, չգիտակցելով թույլ չեք տալիս, որ նոր սեր գա ձեր կյանք։ Դուք կարող եք մարդիկ, այնպես չի, որ չեք շփվի, կլինեն տղամարդկանց կյանքում կանայք, որ կգան, կգնան, կանայք կարող են շփվել տղամարդկանց հետ, բայց մենք խոսում ենք սիրո մասին, ոչ թե պարզապես հարաբերությունների։ Ես այստեղ տեսնում եմ տունը երկու անգամ դուրս եկավ։ Ինձ հələ կարտերը ցույց են տալիս անցյալը, ես նորից էլի ապագան չեմ տեսնում։ Ոչինչ, ժամանակ կա, մենք այսօր միայն խոսելու ենք այս մի թեմայով, ես ինչ կարտերը ցույց տան կասեմ։ Կարող է որոշ մարդկանց որոշ բաներ վերաբերեն, որոշներին այլ բաներ վերաբերեն։ Տեսեք ինչ եմ տեսնում, տղամարդ, տեսնում եմ ձի, հետվորը ձիով, տեսնում եմ լաբիրինթոսը, տեսնում եմ կին եւ տեսնում եմ առնետների կարտը։ Ընդ որում տեսնում եմ կին տղամարդ նայում են հակառակ ուղղությամբ, այո։ Գիտեք, ինչ որ մեկը եղել է, ինչ որ մեկը խցկվել է իրենց արանքում, չեմ կարող ասել, լուր է բերել, ինչ է ասել, ինչ է խառնել իրար երկուսին եւ այսպես խճճել է հարաբերությունները։ Եվ կինը գնացել է մի կողմ, տղամարդը մնացել է մի կողմ եւ այսպես ես չեմ կարող ասել անկեղծ ասած ով ումից է հեռացել։ Դա նշանակություն էլ չունի տվյալ դեպքում, բայց իրենց արանքում տեսնում եմ ինչ որ մեկը, որ խառնել է իրար, իրենց մեջ այսպես չեն կարողացել անգամ բացատրվել, ես այդպես եմ տեսնում։ Մարդիկ չեն կարողացել անգամ բացատրվել։ Տեսնում եմ առնետները, այսինքն այո, կորցրել են իրար։ Գոնե իմացել են ինչու են կորցնում, իրական պատճառներն ինչումն են, չգիտեմ։ Եվ ամեն մեկն էլ մնացել է մենակ։ Ամեն դեպքում սա ամուսինների մասին չի, որոնք ապրում են մի տան մեջ, իրար ժամանակավոր նեղված են, չէ, սրանք մարդիկ են երկու տարբեր, հեռացել են, տարբեր տներում են ապրում, երկու տուն տեսա։ Հետաքրքիր է, ես ոչինչ չեմ տեսնում, ոչ մի դրական փոփոխություն անկեղծ ասած չեմ տեսնում։ Ամպերը դեռ կուտակված են, դեռ կան մարդիկ, տեսեք, այսպես դիմակներով իբր ցավակցում են, իբր թե ուզում են օգնած լինել, իբր թե ուզում են մխիթարել, չի օգնում ոչինչ։ Սրանք երկերեսանի մարդիկ են, իրականում նախանձ մարդիկ էլ կարող է լինեն։ Տեսնում եմ ձուկ, տեսնում եմ ծառ, տեսնում եմ էլի խարիսխը, էլի տեսնում եմ աստղ, պտտվում է, ձեր մտքերն են պտտվում, ծառի շուրջ, այսինքն հարաբերություններ, որ պետք է աճեին, ծաղկեին, հա, զորանային, չկարողացան եւ քանդվեցին հակառակը, եւ բավականին երկար ժամանակ է անցել, բայց դուք նորից էլի երազների մեջ եք, երազանքների մեջ եք, դուք էլի երևի մտածում եք ինչ կլներ, եթե դեռ միասին լինեինք, այսպես կլներ, այնպես կլիներ, բայց իրականում սա միայն ձեր երազանքներն են։ Ես պետք է վերցնեմ ուրիշ կարտեր, այնքան կարտերը կփոխեմ, մինչև տեսնեմ իրականում ապագայում ինչ է ասում աղեղնավորների համար։ Առայժմ տեսնում եմ ձեր զգացումները, բայց ելի եմ ասում, հարգելիներս, ես զգում եմ, որ դուք շատ եք կենտրոնացել անցյալի վրա, շատ։ Դրա համար էլ չկա, չի բացվում։ Ես անգամ այսօր ներկայում էլ տեսնում եմ միայն դուք, որ չեմ տեսնում լուրջ խոր տառապանքներ, այս կարտերով երևի ցույց կտան, բայց տեսնում եմ, որ դեռ ինչ որ սեր կա։ Նույնիսկ եթե հիշողություններով չեք թողնում, որ գնա, տեսեք, կարտը ցույց է տալիս, աշտարակը քանդվել է, վերջացել է, չկա էլ, շարունակություն չի լինելու։ Տվյալ համենայն դեպս այս զույգի մեջ, որ բաժանվել են, չի լինելու շարունակություն։ Սա ձեր հարաբերություններն են քանդվել, պետք է նոր աշտարակ կառուցել, նոր հարաբերություններ, նոր մարդու հետ, թողեք գնա, մի ապրեք անցյալով։ Ես չեմ ասում պարզապես խրատ տալու համար, ես կարտերով եմ տեսնում։ Կամ դուք չեք թողնում գնա, կամ ձեզ չեն թողնում, ինչ-որ մեկը մտքերով, եթե դուք եք հեռացել, ինչ-որ մեկը դա մտքերով պահում է, խանգարում է ձեզ, այդպես էլ կարող է լինել, ասում են այդպես էլ է լինում։ Միգուցե կարիք կա բացատրվելու, եթե ես չեմ տեսնում լուրջ վեճեր, կոնֆլիկտներ, իրար վիրավորել,
Առանձնապես դավաճանությունները ճիշտն ասած չտեսա։ Ավելի շատ տեսա մեկը բանսարկում մտել է երկուսի մեջտեղը քանդել է իրար, խառնել է իրար, քան թե տեսա, որ ինչ որ մեկը մեկին դավաճանել է։ Չտեսա ամենայն դեպս։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսեք, նորից լուսին, ձեր անհանգստություններն են, վախերն են։ 10 թրերի կարող եմ ասել, որ դուք բավականին էլ, դե որովհետև բավականին ժամանակ էլ կայուն էր, նոր հարաբերություններ, ինչ որ նոր սեր չի գալիս, լուրջ հարաբերություններ։ Ստից մտից տղամարդիկ կարող են մխիթարվել այստեղ այնտեղ կանայք դժվար թե տղամարդիկ, բայց դա սեր չէ, սիրո հետ ոչ մի կապ չունի։ Մարդը երբ մի անգամ սիրել է, նա նորից ձգտում է սիրո, որովհետև հավատում է սիրո, նորից ձգտում է։ Տանջվել է բավականին, տառապել է, բայց արդեն անցնում է, արդեն դուրս է գալիս այս տառապողի վիճակում։ Ուղղակի հիմա երևի հիշողություններն են մնացել, բայց տրամադրությունը դեռ ուղղակի վերջանում է, տառապանքները վերջանում են, լավ է, դուք արդեն վերջնակետին եք հասնում։ Կարող եմ ասել, որ ոմանք արդեն բավականին ռոմանտիկ տրամադրված են եւ նոր նպատակ ունեն, կամ նպատակ ունեն իրենց մի քիչ ուզում են գործին նվիրել, ցևրվել, որպեսզի չմտածեն սիրո մասին, ինչ կգա իմ առջև ինչ կգա, այդպիսի մտածողներ կան մարդիկ, որոնք հակառակը շատ ռոմանտիկ տրամադրված են, երկուսն էլ նայում են առաջ, երկուսն են, սա բավականին սա խրոխտ է այս մեկն ավելի ռոմանտիկ, սենտիմենտալ երազանքների հետևից, բայց կարող եմ ասել հարգելի աղջիկներ, որ արդեն կամաց դուրս եք գալիս, որտեղ տառապանքը վերջացել է։ Ուղղակի նորից տեսնում եք, սիրահարների կարտ եմ տեսնում։ Որոշ մարդկանց առաջ կլինի ընտրության հարց, սա կարող է լինել երևի տղամարդկանց, չեմ կարող ասել միգուցե կանանց, նաև ընտրություն։ Եթե դուք ուզում եք ձեր կյանքում լինի սեր, լինեն հարաբերություններ, չէ՞ որ հարաբերությունները լինում են տարբեր։ Դուք ուզում եք հարաբերություններ եւ սեր սիրեք, թե դուք ասում եք սեր, բայց իրականում ուզում եք ձեր կյանքում լինի տղամարդ, ուզում եք ձեր կյանքում լինի կին։ Երկար ժամանակ մենակ եք մնացել եւ ուզում եք ինչ որ մեկը լինի։ Մենակ չլինել եւ սիրված լինել, դրանք շատ տարբեր բաներ են։ Սա այդ ընտրության հարցն է։ Այսինքն ընտրության, երբ դուք ունեք թերևս երկուսից ավել տարբերակներ, երկուսը ընդհանրապես ասում են տարբերակ չէ, երկուսը մի տեսակ կամ սա է կամ նա, ուլտիմատումի նման է հնչում, դու տարբերակ չունես, կամ սրա հետ ես կամ մենակ ես։ Իսկ տվյալ դեպքում ես կարծում եմ աղեղնավորները ունեն տարբերակ, երրորդ տարբերակն էլ կա։ Դու կարող եք սպասել մի քիչ էլ ավելի երկար եւ գտնեք իրականում սեր, որի հետ կնեք երջանիկ, բայց եթե շտապեք եւ ուզենաք ընտրել ով կգա առաջինը եւ ես հոգնել եմ, չեմ ուզում մենակ լինել, ընտրել մեկին, այդ ընտրություններ կունենաք։ Ամեն դեպքում ընտրությունը ձերն է։ Այստեղ տեսնում եմ քրմոհու կարտը, որ ասում է իլյուզիաների հետևից մի գնացեք, մի ընկեք։ Ինչու չի ստացվում նորից, չեք կարող դա լոգիկայով չեք կարող որոշել, դա ինչ-որ ներքին ձայնին պետք է հավատաք, միգուցե դեռ ժամանակը չէ, կամ մարդը գալիս է, մտածում եք, չէ, սա այդ մարդը չէ, ինքը առաջարկում է ամուսնություն կամ չգիտեմ հարաբերություններ, եթե ներքին ձայնով զգում եք, որ սա այդ մարդը չէ, ներքին ձայնին հավատացեք։ Այն, որ դեռ մենակ եք, դա ինչ-որ մեկը ձեր կյանք կա, դեռ չի նշանակում, որ ձեր հոգին լցվելու է, ձեր կյանքում ինչ-որ մեկը կլինի, իսկ այդ մեկը միշտ չի, որ կարող է լինել լավը։ Այո, տեսնում եմ ես ձեր կյանքում ինչ-որ մեկը խառնակիչ եղել է, ինչ-որ մեկը խառնել է ձեզ իրար ձեր զույգի հետ։ Միգուցե ինչ-որտեղ նաև հավատն եք կորցրել ձեր նկատմամբ, սիրո նկատմամբ։ Համ ուզում եք, համ էլ հավատը կորցրել եք, երևի համ էլ վախեր ունեք, կասկածներ ունեք։ Լավ, ես տեսնում եմ ձեր այս պահի ձեր էմոցիաները եւ ինչ էր եղել։ Հիմա տեսնենք, լավ, ինչ է լինելու ապագայում, վերջապես մենք ուզում ենք հասկանալ ինչ է լինելու։ Ինչ է սպասվում աղեղնավորներին առաջիկայում։ Կարտերը նորից եմ ասում, շատ երկար ժամանակ ցույց չեն տալիս, 2 շաբաթ, շատ 3 շաբաթ։ Տեսնենք առաջիկայում ինչ է սպասում աղեղնավորներին անձնական հարաբերություններում։ Տեսեք ինչ է լինում։ Չկիսվեցեք, եք նորից կիսեմ։
աղեղնավորների համար առաջիկայում ինչ է սպասում, երկու կարտ դուրս եկավ։ Okay, ահագին կարտ հանեցի, բայց շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում, հարգելի աղեղնավորներ, տեսեք։ Տեսնում եմ երկու թագավոր։ Մեկը Պենտակլի թագավորն է, մյուսը տեսնում եմ ջահերի թագավորը։ Կանանց համար կարող եմ ասել երկու տարբերակ կլինի, երկու տղամարդ կլինի, երկու շատ իրարից տարբեր տղամարդ, մեկը շատ էմոցիոնալ, այսպես կրակոտ, տաքարյուն, մյուսը շատ ավելի այսպես պրակտիկ, շատ կայացած, շատ հասուն, շատ գիտակից, բայց երկու տղամարդ եմ տեսնում։ Հետաքրքիր է, բայց ես կանանց կին չեմ տեսնում, այսքան կարդ հանեցի, ես կին չեմ տեսնում, տղամարդիկ եմ տեսնում, եթե հիմնականում ինձ նայում են կանայք, ուրեմն կանանց է վերաբերում։ Այո, երկու տղամարդ կլինի, որ երկու տղամարդկանցից պետք է ընտրեք։ Մյուս կողմից, եթե կլինի մեկը ունեցել եք արդեն հաջորդն է, ուրեմն ձեր կյանքում, այո, կլինի երկրորդը, դուք չեք մնա առանց տղամարդու։ Հարաբերությունները կլինեն երկկողմանի, զգացմունքներն էլ կլինեն երկկողմանի, սա 6-ն է պենտակլի, իսկ 6-ը նշանակում է եւ տալիս ես եւ ստանում ես, այո, կլինեն փոխադարձ զգացմունքներ, միակողմանի չի լինի, ձեզ սիրում են, դուք ուղղակի, չէ, այդպես չի լինելու, դուք էլ եք սիրելու, ձեզ էլ են սիրելու, իհարկե ժամանակի ընթացքում է սերը հասունանալու, ձեզ այստեղ համբերատարության կարտը ասում է նաեւ համբերեք, մի շտապեք եւ անլուրջ մի մոտեցեք, առաջին պատահածին մի ընտրեք եւ մի հանձնվեք, որ բավոր չլինի, մի քանի տարի էլ ուշացնեմ, տարիքս մեծացավ, այս եղավ, այն եղավ, ոչ, անլուրջ չվերաբերվեք, սա բավականին լուրջ հարց է, բայց շատ էլ չծանրացնեք, երբ լինեք ընտրության առջև կանգնած։ Համբերատար եղեք ուղղակի, որովհետեւ ես տեսնում եմ տղամարդ գալիս, էլ եմ ասում, կամ գալիս է երկրորդը, կամ երկու տարբերակ կունենաք, երկուսից մեկին կկարողանաք ընտրել։ Եստեղ էլի տեսնում եմ ընտրության կարտը, կլինեք ընտրության առջև, երկու տղամարդեր, թերևս երկու տղամարդ կլինի, ընտրություն պիտի կատարեք։ Այս ժլատության կարտն ասում է ժլատ եղեք ձեր զգացմունքներում եւ զգացմունքները ցույց տալու մեջ։ Կան կանայք, որոնք այսպես չեն կարողանում թաքցնել, սիրահարված են, դա ձեզ դարձնում է շատ խոցելի։ Զգացմունք ցույց տալ պետք է, դրա մասին չի խոսքը, բայց նախ վստահ եղեք, որ ճիշտ մարդ է, ուզում եք ձեր հարաբերությունները, հա, դրանց հետ լրջացնել նոր։ Այս է ասում, ընտրություն կատարեք, մի քիչ ժլատ եղեք, մի քիչ ավելի, դե երկրորդ անգամ եթե սիրել եք, կորցրել եք, նորից պետք է սիրեք, ուրեմն պետք է ավելի զգուշ լինել, չէ՞։ Ժլատ, այսինքն մի փոքր զուսպ եղեք ձեր զգացմունքները ցուցադրելուն։ Սպասեք, տեսեք, համբերության կարտն ասում է, սա էլ էր ասում, համբերեք, եթե ինչ-որ բան չի ստացվում, մի շտապեք, դուք չեք ուշանում ոչ մի տեղից, որպեսզի չփչացնեք ամեն ինչ եւ սխալ մարդու չընտրեք, որտեղ հիշում եք երկու հոգի կար։ Տաքարյուն մարդը ընդհանրապես, նա շատ արագ տաքանում է, կրքոտ է շատ։ Իր հաճույքը ստացավ, թողնելու է գնա։ Իսկ սա կարող է ավելի դանդաղաշարժ, ձեզ կարող է մի քիչ ավելի մտածել, տարիքով մի քիչ ավելի մեծ է, մի քիչ ավելի ձանձալի է, շատ ռոմանտիկ չի, բայց սա կայուն մնացող տղամարդն է, որը ձեզ շատ լավ ձեր մասին հոգ կտանի, ճիշտ տղամարդ է կյանք կապելու։ Իսկ այս մեկը կգա, ձեզ կզվարճացնի, ինքը կզվարճանա ու թողնելու է գնալ։ Դրա համար, եթե վստահ չեք, մի շտապեք, կախված մարդը նշանակում է անշարժություն, այսինքն ոչ մի ընտրություն մի արեք, մինչև վստահ չլինեք։ Իրականում սեր ու զգացմունքները դանդաղ է գալու, շատ դանդաղ կամաց։ Հատկապես եթե դուք ժլատ ունեք ձեր զգացմունքները ցույց չտաք եւ չբացվեք միանգամից առաջին պատահածին, այ զգացմունքները ուշ կգան, բայց կգան, տեսեք, տեղի 3 հոգի եմ տեսնում, այսինքն դուք առիթ կունենաք նշելու եւ շատ լավ ժամանակներ են ձեզ սպասում առջևում։ Ես չեմ կարող ասել առջևում 3 եմ տեսնում, 3 բաժակ, կարող է լինել
դե ամենահաջողակների համար երևի չգիտեմ, ծանոթությունը 3 շաբաթ, բայց զգացմունքները կամաց-կամաց են գալիս։ Եկեք ավելի ապահով ասենք 3 ամիս, որտեղ սա շատ մոտ ապագայում չեմ տեսնում, թող լինի 3 ամսվա ընթացքում։ Հույսով եմ այդպես էլ կլինի։ Տեսնում եք 3 հոգի ապարում են, խմում են, ուրախանում են։ Իսկ ես վստահ եմ, որ ձեր կյանքում դատարկություն չի լինի, որտեղ տեսնում եմ 10 պենտակլի։ Սա լավագույն կարգն է, այսինքն լցվում է ձեր կյանքը, լցվում է ձեր գրպանը, այսինքն եթե ինչ-որ մեկը հանդիպի եւ հատկապես այս թագավորը, որոնք կարող է տարիքով ավելի մեծ լինել, շատ կայուն հասուն մարդ է, կարող է դուք էլ իր համար առաջի կինը չլինեք, ամուսնացած լինի, կին կորցած լինի, բաժանված լինի, չեմ կարող ասել, բայց եթե հատկապես այս մարդը ինքը համ էլ ֆինանսապես կարող է ապահովված լինել, բայց սա լիարժեքության կարտն է, 10-ը դա մաքսիմումն է։ Եթե համբերեք, սպասեք, ճիշտ ընտրություն անեք, չընտրեք տղամարդ ուղղակի տղամարդ ունենալու համար, իրականում ոչ միայն կսիրեք, սիրված կլինեք, հարգելի աղեղնավոր, այլև լիարժեք հարաբերություններ կարող եք ունենալ։ Ես անկեղծորեն տեսնում եմ։ Եկեք տանք 3 ամիս ժամանակ։ Հույսով եմ այդ ընթացքում ինչ-որ մի դրական փոփոխություն կլինի։ Ես էլ եմ ասում, չեմ կարող 100%-ով ասել բոլոր աղեղնավորների կյանքում կլինի, բայց ես շատ ուզում եմ, որ լինի։ Այլ առատության կարտն է, հասկանում եք, առատությունը եւ 10-ը մաքսիմումն է։ 9-ն էլ է լավ կարտ, 8-ն էլ է լավ կարտ պենտակլի, էլի կնշանակի հաջողություն կլինի, բայց սա առատության կարտն է, այսինքն ձեր հարաբերությունները կլինի առատ, սա էլ բավարարված կինն է, բավարարված երջանիկ, ապահոված։ Ես կարծում եմ ամեն դեպքում սա կանանց համար էր, որտեվ տղամարդիկ տեսա ընտրելու, բայց կնոջ համար էր երևի թե։ Այսպեսին է ձեր ապագան։ Ինքնաբավ, շատ գոհ, շատ հանգիստ եւ շատ երջանիկ։ Եվ ձեր երջանկությունը ձեր ձեռքերում է, կարող եմ ասել, սա էլ պենտակլ է, այսինքն պրակտիկ կնոջ նկարն է, սենտիմենտալ կին չի սա։ Այսինքն ինքը իր ձեռքով է կառուցում իր երջանկությունը։ Իսկ իր ձեռքով կառուցել ինչ է նշանակում։ Ես այսքան երկար բարակ խոսեցի, չէ, մի շտապեք, տղամարդիկ, որ կգան այսպես սիրուն կոմպլիմենտներով, ծաղիկներով, նվերներով, դա դեռ չի նշանակում, որ իրենք կարող են կյանքի լավ ընկեր լինել։ Հատկապես այն կանանց համար, ովքեր արդեն մի անգամ փորձ ունեն, չէ, դուք արդեն գիտեք ինչպես է լինում հարաբերությունները տղամարդու հետ, նրանց թույլ եւ ուժեղ կողմերը։ Ամեն դեպքում շատ չերկարացնեմ, կարող եմ ասել, որ ձեզ սպասում է եւ սեր, եւ առատություն, առատ, լիարժեք կյանք, լիարժեք, այսպես ասեմ, հարաբերություններ, ուղղակի մի շտապեք ճիշտ ընտրություն անեք եւ հիշեք, մի քիչ զուսպ եղեք ձեր զգացմունքներում եւ դեռ նոր-նորեն հարաբերություններ սկսում։ Ես հույսով եմ այս ամեն ինչը կիրականանա։ Երջանկություն եմ, սեր եմ ցանկանում բոլոր աղեղնավորներին եւ բոլորին առասարակ։